Հենման կետի սիրելի ունկնդիրներ, այսօր մեր հաղորդումը բոլորովին այլ ձևաչափով պետք է լիներ, պետք է անդրադառնայինք գյուղատնտեսության, մշակույթի, արդյունաբերության խնդիրներին, որոնք հանրապետություն կուսակցության A5 ծրագրի հիմքում են, բայց ստացվեց այնպես, որ մեր հյուրը հաղորդումից մի քանի ժամ առաջ հրաժարվեց, պատճառաբանելով, որ հենման կետը խիստ քաղաքական է, եւ այնուամենայնիվ հրավերը մնում է ուժի մեջ, որովհետև ես խորապես համոզված եմ, որ բոլոր այդ խնդիրները վերաբերվում են ոչ միայն հանրապետություն կուսակցությանը, այլև մեզնից յուրաքանչյուրին։ Իսկ այսօր հենման կետում իմ շատ սիրելի Հակոբ Նալբանդն է։ Բարի գալուստ։ Բարին։ Պարոն Նալբանդ, եկեք մեր քննարկումը սկսենք այնուամենայնիվ Իրանի խնդիրներից։ Փետրվարի 26-ին Ժնևում սպասվում են իրանա-ամերիկյան բանակցություններ։ Ձեր գնահատականով ինչ կարող ենք մենք այդ բանակցություններից ակնկալել։ Արդյոք դրանք կլինեն խաղաղության բանակցություններ, թե այդ բանակցություններից հետո կսկսվի, ինչպես եւ ակնկալվում է, տարածաշրջանում ամերիկյան որոշակի զինուժի տեղակայումից հետո կսկսվի հերթական պատերազմը։ Ես ուզում եմ նաեւ դուք մեր ունկնդիրներին ներկայացնեք, թե այդ բանակցությունները արդյոք լինելու են խաղաղության համաձայնագրի, միջուկային համաձայնագրի, Իրանի պրոքսիների շուրջ, թե այնուամենայնիվ հիմք ընդունենք այն հանգամանքը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար գերկարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղությունը, գերկարևոր է Իրանի պատժամիջոցների վերացումը, որպեսզի Իրանը եւս ներգրավվի այդ ծրագրերում, բայց ստացվել է այնպես, որ 1978-ին իշխանության եկած Իրանի կրոնապետական առաջնորդները իրենց քաղաքականության հիմքում դրել են մեծ սատանայի գաղափարը, որից առ այսօր չեն հրաժարվում, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին համարելով մեծ սատանա համագործակցության դժվար թե գնան այդ մեծ սատանայի հետ։ Հիմա մենք ինչ կարող ենք ակնկալել Իրան տարածաշրջանային կտրվածքով Իրանի հետ Իրանում կատարվող զարգացումներից ես խնդրում եմ այնուամենայնիվ հիմքում պահենք տրիպի գաղափարը։ Խնդրեմ։ Այո, Դիգին Դամյան, ես գուզեմ մի հատ կարևոր մեջբերումով սկսեմ խոսքս իմ շատ սիրելի գրողներից Ջեյմս Ջոյսի նշանավոր Ուլիսիսից շատ նշանավոր հերոս է գա Լեոպոլդ Բլունդը։ Լեոպոլդ Բլունդը գնում է իր ուսուցչի մոտ դպրոց, որտեղ գիտեք մեկ օրվա պատմություն է։ Հունիսի 16-ի պատմություն։ Այո, շատ թիբուկ խոսք ունի Ջեյմս Ջոյսը Լեոպոլդ Բլունդի շորթուկներով, գսե պատմությունը մղձավան չէ։ Այդքան ուզում եմ արթնալ եւ փախչել պատմությունից։ Յուրաքանչյուր ազգ իր մղձավան չունի, յուրաքանչյուր ազգ իր հիշողության մեջ, երևի հեղափոխությունը, որ դուք ասեք Իրանի չագերդված իսլամական, այդ ժողովրդի մղձավանջն էր։ Այս մեջբերում եմ վերջես համան գուզեմ անդրադառնալ, գիտեք ինչպես ամսու 26-ին գարձեմ 5-շաբթի օր երրորդ հանգրվանն է, գարձեմ, որ վերջին արիտն է այս մեկը Իրանին դրվելիք, որովհետեւ Իրանը շատ լավ գիտե ժամանակի վրա խաղալ, Ամերիկան եւ Իրանը իսկապես երրորդն էլ չեն ուզում բادرազմ, բայց մեկ բادرազմը ստիպված քոարչև գտրվի հիմնական շահագրգիռ մասը, որ երկիրը որ գուզե բادرազմ Իրան եւ Ամերիկա, անշուշտ Իսրայելն է, բայց ես կգարձեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան վերջին վարյան գրնան ինչ որ միջին եզր գտնել, հիմնական Ես այսօր կգարտայի որոշակի դվյաններ կան, որ արդեն ինչ որ սևակիր գա, բանացև գա, Իրանի փոխարտգոց նախարարը այսօր հայտարարել, որ ամերիկան հնարավորություն կտա Իրանին, որ գիտական ուսումնասիրություններու, բժշկական ուսումնասիրություններու համար 3.67% բահբանվի ուրանումի հարստացման, իսկ անշուշտ Իրանը մենք ինչ որ լսեցինք, չեմ գիտեր, սուդ է իրավ է շատ հագասական դվյաններ կդրվին, որ 60%-ի հասցուցած են Ես մասնակից եմ ուրանի հարստացման, բայց գսվի որ 60-ին 95-ի հաստին շատ թյուրին է արդեն։ Ես
հիմնական խնդրեմ ես կգործեմ Իրանը գզիչումներու գերտա ուրանի հարստացման հարցերով, բայց Իրանի հիմնական գարմիր քիծը մնացած է պիտի մնա բալիստիկ հրթիռներու հարցը, որովհետև բալիստիկ հրթիռները որ Իրանի ցերկեն մենք կվերցնենք, Իրանի բանակը հատկանալ հոմոգեն չէ, հետերոգեն բանակ ունի Իրանը, մենք դրա մասին խոսենք, զուգահեռ ուժեր կան, ապահովական կորպուսները, որու ղեկավար մասը բարսիկներ են, իսկ Իրանի իսկական բանակի ղեկավար մասը շատ հետաքրքիր ազերիներ են, որոնք միշտ կխուսափին Ամերիկայի հետ ընդհանրապես արժեգադում են եւ միշտ կողմնակից են որ խաղաղություն դիրե եւ երկիր իր տնտեսական մեծ պոտենցիալ օգտագործե իսկ խաղաղության հետ իրենց հեղափոխական կորպուսներու ղեկավարությունը որ բարսիկներ են ընդհանրագն են 65% ստեղծած են հասարակական գազམ་աբություններ եւ այդ հասարակական գազམ་աբությունները ոչ մի կոնտրոլի չեն ենթարկվիր եւ գտալանեն երկիրը Հիմա հետաքրքիր դվյալ գա Ֆիգարոյի մեջ տեսեք Հասան Ալի Լարիջանին լրիվ իր լիազորությունները փոխանցած է Ալի Խամենեին գգարձեմ որ Ալի Խամենեին իր արդեն գիտեք 2-3 անգամ մահափորձի ընթարկված է պրոթեզ ոտքերով պրոթեզ ցերկերով մարդ է 87 տարեկան գստի որ ըստ Լա Ֆիգարոյի արդեն իր լիազորություններու մեծ մասը փոխանցած է Ալի Լալիջանին եւ հիմնական հիմա այսօր բանակցողը Ալի Լալիջանին է քաղաքական հարցերով, ապահովական հարցերով երկրորդ մագարտակի վրա արդեն Մուհամմեդ Բախեր Ղարիբաֆն է եթե նույնիսկ Ալի Լալիջանին խորհրդանի ղեկավարը իսկ երրորդը մենք շատ հետաքրքիր դվյալներ ունենք գիտեք քանի օր առաջ իսկական հեղաշրջման փորձ չսեմ Ալի Խամենեին խաղից դուրս հանելու փորձ կար որու գլխավոր թերագադարները նախկին նախագահ Հասան Ռոհանիներ Ես ուզում ձեզ հարցնել, որովհետև տեսեք, մենք ունենք Իրանի բարեփոխիչ ամենայն դեպս ունեինք Իրանի բարեփոխիչ նախագահ Հասան Ռոհանի։ Մենք ունեինք Իրանի շատ հայտնի արտաքին գործերի նախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆ, որ նաև նախագահի որոշակի ժամանակ նախագահի տեխնացու էր համարվում։ Եվ այս օրերին այդ երկուսի լռությունը բավականին խոսուն էր։ Ու հարց էր բարձրանում, լավ, բա Ռոհանին ու Զարիֆը չկան այս իրադարձությունների մեջ։ Եվ այստեղ կա նաև մեկ այլ շատ նուրբ խնդիր։ Տեսեք, զոհերի 40-ի իրադարձությունները նշելու առիթով Իրանում ուսանողները նորից ցույցերի են դուրս եկել։ Եվ կառավարության խոսնակը հայտարարել էր, որ հասկանում ենք նրանց վիշտը, հասկանում ենք, որ նրանք շատ զոհեր են տեսել, բայց Իրանը ունի կարմիր գծեր եւ այդ կարմիր գծերը չի կարելի անցնել։ Զուգահեռ նաև արևմտյան մամուլում տեղեկություններ կային, որ եւս 3000 ստույգ թիվը չեմ հիշում, 300 թե 3000 կախաղանի դատապարտվածներ կան։ Հիմա ոնց համադրենք այս իրողությունները իրար հետ։ Այսինքն իսկապես մարդու իրավունքներու գովիթ խախտում կա Իրանի մեջ եւ գրոնական խավի մեջ ջեղ առաջացած է պատկերացուցեք դառնանք Ջավադ Զարիֆի եւ Հասան Ռոհանիի նույնիսկ Ղում քաղաքը Ղումը Իրանի սուրբ քաղաքն է ոչ որ հայոց մոտ էջմիածինն է եւ նստավայրն է Ալի Խամենեին նույնիսկ Ղումի մեջ որ ամենասերտ գրոնականներն է Ալի Խամենեի արդեն թիրք փոխած են Ես կգործեմ որ Ալի Խամենեին պիտի հեռանա մենք չմոռանանք քանի օր առաջ շատ հետաքրքրական այցելություն կար Ռուսաստանից ռուսական հետաքրքրական օտանավ եկավ որը շատ պաշտպանված օտանավ էր եւ ասին որ միգուցե Ալի Խամենեին դեղափոխեն հեռացել դերակցություններ չկան բայց այդ օտանավը այդպես օտանավ է որ ասինքն ոչ ռոկետներով հետ ասինքն մեկ խոսքով ոնց որ բան լինի պաշտպանված օտանավ լինի բայց Իրանը հայտարարեց որ Ռուսաստանի էկոնոմիկ էներգետիկայի նախարարը այցելած էր բայց էներգետիկայի նախարարը ինչ պիտի այցելե պիտի այդպիսի օտանավով հետաքրքիր էր այդ էլ բանի դակտորի արեմեդյան մամուլը որ ինչ գործ ունի ռուսական այս օտանավը որ միան Պուտինը գոկտակորձե օտանավ ուղղվեր է թեպի Տեհրան այս ճգնաժամի ժամանակ բայց դիգին ատամենս գուզեմ աստեղը մենք հետաքրքիր այցելություն դեղի ունեցավ այսօր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի այցելության մասին ըստ տեղեկությունների համենայն դեպս Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հայտարարեց, որ այցը վաղուց ծրագրված էր եւ վաղուց էր նախապատրաստում այցը այնուամենայնիվ որոշակի հանգամանքներում հնարավոր էր նաեւ այցը հետաձգել։
բայց Սուրեն Պապիկյանը Թեհրանում հանդիպել է Իրանի պաշտպանության նախարարին, հանդիպել է գլխավոր շտաբի պետին, քննարկվել են տարածաշրջանի զարգացումները եւ հնարավոր համագործակցության հարցերը։ Որոշ փորձագետներ նաև ասում են, որ շատ հնարավոր է, որ եթե Օմանը Իրանի բանակցություններ կազմակերպիչ, Իրանի ԱՄՆ բանակցությունների կազմակերպիչ Օմանը ձախողվի, շատ հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետությունը որոշակի հանգամանքներով ստանձնի նաև միջնորդի դերը, որովհետև լավ հարաբերություններ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ լավ հարաբերություններ ունի համենայն դեպս Իրանի հետ։ Հնարավոր է, որ Սուրեն Պապիկյանի այցի հիմքում եւ միջնորդական առաքելությունն է եւ համագործակցության զարգացումն է։ Եկեք հիշենք նաեւ այն հանգամանքը, որ 2027-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյանի այցը Իրան։ Ես կգարձեմ, որ շատ կարևոր ժամանակաշրջանի ժամանակահատվածի մեջ է այցելությունը, այսպիսի այցելություններ, ես միշտ հիշեմ նախքան Իրաք ներխուժելը ամերիկյան զորքերը Ռուսաստանի արտգործ նախարարը գարաճանակ, հիմա չեմ հիշում անունը, Սովետ միության վերջին Պրիմակով, այո Պրիմակով, Եվգենի Պրիմակովի այցը եւ վերջը հարցակում տեղի ունեցավ։ Ես կգարձեմ, որ ավելի Հայաստանը գնաց Իրանի մեկ բան փոխանցելու, որ հայկական հողը օդը երբեք չի բացվելու ուրիշ ուժերու, որ Հայաստանը դառնա։ Դա առանձնապես նորություն չի որևէ մեկի համար։ Ես կգարձեմ մեկը գնաց ավելի շեշտագի Հայաստանը փոխանցելու Իրանին, որ մեր կողմերից ոչ մեկ վտանգ չի գա։ Եվ շատ վտանգավոր է, հնարավոր է Հայաստան եւ Իրան ճիշտ, եթե ասված ոչանի Դիգին Աթամյան պատերազմը բրտի սկսի պատերազմը, գիտեք Թուրքիան իր սահմանի վրա Իրանի դարձեն որոշակի ցեմենտային բաց սարքած է, շատ հնարավոր է մեծ հոսք տեղ ունենա Հայաստան եւ մենք չմոռանանք Թաբրիզը մոտ է, Թաբրիզեն ահագին քաղաքտականի անվանդակ լրտեսական ցանցեր մուտք կգործեն Հայաստան, պետք է բոլոր առաջ կառնե Հայաստանը։ Հիմա ես քիչ խոսենք պրոքսիներու մասին Իրանի, օրինակ պես համբարացությունները ժամանակ մասը նկատի ունեք, տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգների Իրանի հետ բանակցությունների օրակարգում կար նաև Իրանի հրաժարումը իր պրոքսիներից եւ Իրանի հրաժարումը պրոքսիներից ես կարծում եմ արդեն վերածվել է նաև ապրիորի հարցի, որովհետեւ նույն այդ պրոքսիները բավականաչափ թուլացած վիճակում են։ Ու քանի որ դուք առաջարկում եք խոսել պրոքսիների մասին, ես էլ ուզում եմ հավելել մեկ այլ խնդիր։ Ռուսաստանի Դաշնությունը ըստ էության դուք էլ դա նշեցիք, փորձում է Իրանի հարցում իր մասնակցությունը բերել։ Բայց եթե մենք հիշում ենք Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը որևէ կոնֆլիկտի այդ երկրի համար ինչով է ավարտվել, շատ հեռու չգնանք Սիրիան, շատ հեռու չգնանք հենց մենք Հայաստանը։ Արդյոք Իրանի համար դա վատ լուրջ չէ, արդյոք Իրանի համար աղետ չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը ներգրավի իբր թե կամ ամբողջությամբ ներգրավի կոնֆլիկտի լուծման մեջ։ Տեսեք, պաշտոնական իհարկե հայտարարություն կատարեց Ռուսաստանը, որի կպատրաստ է միջնորդի դեր կատարել, բայց Ռուսաստանը կգարձեմ ժամանակ անցած թեղի նման է, թունավոր է, ով ռուսական թեղադը գուլ գուտա լրիվ օրգանիզմը կխանգարվի հերու Ռուսաստանից, նույնիսկ Թուրքիան առաջարկեց Հական Ֆիդանը, բայց չեն ուզում Թուրքիան հետ կամ մեծ արևմտյան ուժերը այդ բանը դան, կալիբրից ավելի մեծ ուժ դան։ Հիմա տեսեք շատ կարևոր է մենք տեսնենք ինչ կգադարվի Իրաքի մեջ, որովհետև հիմա Իրանի ամենամեծ պրոքսին, որի մատեր ոտքի վրա է, Իրաքի մեջ դեր գա Հաֆթ Շամին, եւ մենք դուք գիշեք, մենք 4 ամիս առաջ հարցազրույցին խոսած ենք Իրաքի մեջ ընդդրություններ տեղի ունեցած էին, մենք խոսած ենք, որ մինչեւ մարտ հնարավորություն չկա Իրաքը վարչապետ ընդրե, որովհետև գիտեք Իրաքի բրեմերի օրենքով պետք է շիա լինի վարչապետը, նախագահը քուրդ եւ պարլամենտի նախագահը սուննի լինի։ Հիմա հիմնական իշխող ուժը շիաներու ցերկն է եւ մինչեւ հիմա դարավին չեն գրծած կառավարություն ձևավորել, որովհետեւ վերջերս Նուրի Մելիքին, որ շատ պատմություն ունի Իրաքի անցյալին 2003-ից մինչեւ 13-14 թվականները ղեկավարած էր Իրաքը, գուզեն իրեն առաջարկել իբր վարչապետ, իսկ ամերիկյան գդրուկ վետո գա եւ հնարավոր է որ
Եթե նշանակվի Նուրի Մելիքին նախ վարչապետ, հնարավոր է Իրաք մեծ ծանր դատամիջոցներով դա հայտնվի եւ աստեն ես գոչ կնեմ հայկական որոշ ընկերություններ կան, որ աշխատին Իրաքի հետ, շատ զգուշ պետք է վարվին, այս հանգրվանը մի քիչ սկայուն հանգրվան է, եթե հայկական ընկերությունները կպատրաստվին Իրաքն էլ մի քիչ թող ոտքերին գաղցկեն, դեստեն ինչ կգադարվի, բայց իմիջայլոց 12 օկիանոս խորհուրդ կա Իրաքի մեջ, այդ չի հայական, մինչ այդ 2 հոգին վետո կգիրարեին Նուրի Մելիքի դեմ, իսկ այսօր արդեն 7 հոգի բարձրացած է։ Երբ որ գդրուկ Դոնալդ Թրամփ իր X-ով իր X իր բան ունի, բլոկ ունի, հիմա ունի չեմ հիշում ունի այդ իր Twitter-ի, հայտարարեց, որ եթե Նուրի Մելիքին նշանակվի վարչապետ, բլոկադայի ենթարկվելու Իրաքը։ Այս Իրաքի հարցով, իսկ Լիբանանի հարցով պրոքսիներու Հեզբոլլահի բավական այո ինչպես որ դուգուսիկ թևերը գոդրված են, բայց դեռ Հեզբոլլահ գշարունակե թևով մշնչել, մենք չմոռանանք 3-4 օր առաջ Հեզբոլլահ Համաս կարևոր հանդիպում կար Բաալ-Բեկ քաղաքի մեջ եւ իսրայելյան ուժեր հարվածեցին 14 ղեկավարներ դեղում մահացան Հեզբոլլահը դժբախտաբար Լիբանանը լրիվ գծարայեցնե Իրանի հաշվուն, քանի որ ցանկան է Բեյրութը գպելի մեր հայրենագիստեն Իսրայելը զգուշացրել էր, որ նորից պատրաստվում է հարվածել Հեզբոլլահին, եթե լիբանանյան ուժերը չկարողանան ավանտուրայի երթան։ Այո։ Համասի հարցով որոշակի արդեն Համասը մենք գիտենք այս վերջերս ալես խաղաղության այս կորպուս առաջացավ մուտ պիտի կորդեն շուտով Գազայի մեջ ցեգագարտեն որ բալանսը բահված է վտանգը հիմնական մնա ամենամեծ վտանգը հուսիները գիտեք եւ Կարմիր ծովը հուսիները որոնք ուղղակի գաբունին տրիպի հետ տեսեք Դիգնա Տամյան դարաձաշրջանի մեջ նոր տաշիկներ կցևավորին Թուրքիա Pakistan, Saudi Arabia, Սպորորես գոմը, Եգիպտոսը, Սոմալը, սրանք արդեն ոնց որ ճագերներում մեջ գոծված իսլամական ՆԱՏՕ է։ Իրենց փոխարենը գա Հնդկաստանը, Իսրայելը եւ Էմիրատները սրանք բոլորը մեզ գուշեն որ Կարմիր ծովը շատ վտանգավոր դարած դառնալու է իսկ ռուսական արդեն պլատֆորմը Սիբերյան չի աշխատում ոչ մեկը չի ուզում օգտագործել եւ այստեղ կմնա ամենաաբահով ամենագայուն դարածքը դեղափոխելու տրիպը այ այդ տրիպի համար մենք շատ պետք է կուրկուրանք այդ տրիպի վրա ես չմոռնամ ասելու անց քանի օր առաջ Դիգեն Աթամյան արդեն աշխատելու սկսած է Բաքու Ագդամ երկաթգիծը Շաբաթը մեկ օր նոր գառուցված է եւ շուտով արդեն ասում են որ մինչեւ դարեվերջ հասնելու մինչեւ Հայաստանի սահման իսկ Թուրքիայում մենք չմոռնանք Gars Igdir դիլով ասա արդեն 2.5 միլիարդ դոլար 2.5 միլիարդ եվրոյանոց եվրոմիջան գումարներ կան Թուրքիան էլ սկսելու է մենք պետք է հարականանք շատ արագ արդեն նախանշանները մենք տեսանք GD Vance այցելեց Հայաստան որ շատ կարեւոր այցելություն էր Ես գարցեմ այդ տրիպի դառնալու ամենաաբահով դարածքը մենք չմոռնանք այստեղ արդեն ես ուզում եմ ձեզ ընդհատել եւ շատ խոր կասկած հայտնել որովհետեւ որքան հայտնի է հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման է հանձնված Ռուսաստանին դեռ 2008 թվականին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռուսաստանին իր վերջին ընծան մատուցեց Եվ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետը դիմել է Ռուսաստանին, որ վերջապես գան եւ իրենց պայմանագրային պարտավորությունները կատարեն, վերականգնելու ընդամենը շատ կարճ հատվածներ, մենք Ռուսաստանից երկար ժամանակ պատասխան չստացանք, 2 ամիս հետո ստացանք Կովերչուկի պատասխանը առայն, որ ռուսական կողմը պատրաստ է բանակցել։ Այսինքն ինչի շուրջ բանակցել։ Բանակցեն, որ երկաթուղին վերականգնելու են, թե բանակցեն, որ ընդհանրապես հեռանալու են եւ դա Հայաստանի Հանրապետությանն են թողնելու, որտեղ տեսեք, եթե մենք խոսում ենք տրիպի լիակատար աշխատելու մասին, դա չի կարող լինել միայն խողովակաշարը, դա չի կարող միայն մալուխները եւ միայն ավտոճանապարհը լինել։ Դա պարտադիր պետք է լինի երկաթուղին։ Իսկ երկաթուղու հարցը այս պարագայում արդեն դարձել է քաղաքական հարց։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը նաև ակնարկեց, որ արևմտյան որոշ գործընկերներ չեն ցանկանում համագործակցել այդ առումով Ռուսաստանի հետ։ Այսինքն մենք կանգնած ենք այն փակուղու առաջ, որի մասին Հանրապետություն կուսակցությունը դեռ տրիպի գաղափարը չկար էլ բազմիցս բարձրաձայնում էր։ Արամ Սարգսյանը ասում էր, որ այս հարցը պետք է լուծվի եւ ռուսական կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղու կարգավիճակի փոփոխությունը պետք այն հիմքով
որ ռուսները ներդրումները չեն արել, պայմանագրային պարտավորությունները չեն կատարել։ Հիմա մենք այս հարցի տակից ո՞նց ենք դուրս գալու, որովհետև մեզ օդ ու ջրի պես պետք է երկաթուղին, մեզ օդ ու ջրի պես պետք է տրիպը, իսկ Ռուսաստանը ընդհանրապես որպես պետություն իր ազգային շահի հիմքում դնում է, որ մեր տարածաշրջանում խաղաղություն չպետք է լինի, մենք պետք է մնանք հավերժ շրջափակված, ինչ երկաթուղի վերագործարկել, ինչ երկաթուղի վերականգնել ու ընդհանրապես ով եք դուք։ Այսինքն Ռուսաստանն իր ցերկ գիտե որ խաղակարտեր ունի, մեկը պայմանագիրն է որ վերջան 2028-ին ինքը մինչև վերջին վարքյան խաղալու է եւ երկրորդը ռուս խաղաբահներն են որ գտնվեն Մեղրիի մոտ։ Հայ-իրանական սահմանի վրա։ Հայ-թուրքական սահմանի վրա, որը հերթական նոնսենսն է, որի մասին էլի Հանրապետություն կուսակցությունը քանիցս բարձրաձայնել է, մենք նույնիսկ հայտարարել ենք, որ հայ-թուրքական սահմանը ընդհանրապես չի բացվի, քանի դեռ սահմանին կանգնած են ռուս սահմանապահները։ Այսինքն այդ հարցը եւս հայ-ռուսական օրակարգի աջենդայի առաջին կետերից է։ Այսինքն այստեղ քաղաքական գամք եւ քաղաքական վճռականություն պետք է, ուրիշ բան ես չեմ պատկերացնել։ Այսինքն Ռուսաստանը ամեն ինչ պիտի նե որ տրիպը չհաջողվի, որովհետև գիտեք Հավիդյանից Ռուսաստանը հարավային Կովկասեն գերանա, հատկապես որ 99 դարվա մինչև 99 դարի հայ-ամերիկյան այդ կոնսենսուսը արդեն ստորակությունը գա մարմին ու ցևը ստացած է։ Այսինքն Ռուսաստանը ամեն ինչ պիտի նե որ չհաջողվի այդ մեկը Ես կգարձեմ, որ պիտի թիմադրենք եւ մինչեւ 28 թվական մի երբ ես չեմ հասկանում բարոն Արդյոք մինչեւ 28 թվական հապաղելը չի նշանակում գերանրաժ ժամանակ կորցնել մենք իրավունք չունենք հապաղել։ Իհարկե, բայց ուրիշ օրինակ պիտի երկաթքիզին գողքը ճանապարհները պիտի սարքվին, խողովակաշարերը որովհետև Ռուսաստանի հետ ուրիշ ցեվ հնարավոր չէ, պիտի չես կնալ խզեր, ասենք պայմանագիրը Հանգիստ կարող ենք խզել, կարող ենք դիմել մեծ արբիտրաժներու այո, այդպիսի հարցեր արկան։ Եկեք անդրադառնանք նաև այն հարցին, թե Իրանի հետ հարաբերություններին, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին ինչպես են վերաբերվում արաբական աշխարհում, որովհետև մենք գիտենք Իսրայելի վերաբերմունքը, բայց ակնհայտ է, որ արաբական երկրները ևս չեն ցանկանում իրենց տարածքը տրամադրել Իրանի վրա հարձակման համար, ինչպես ասենք նախորդ պատերազմների ժամանակ որոշ պետությունների դեպքում եղել է։ Դեսեք այսօր շատ ուշագրավ այցելություն կար Եգիպտոսի նախագահ Աբդելֆաթահ Սիսին այցելեց Սաուդի Արաբիա, Թակաժարանքի հետ հանդիպեցավ արաբական աշխարհի ինչպես որսիկ բացարձակապես գոմ չէ բادرազմական այդ ճանապարհին ընդհանրակը մենք չմոռանանք որ մի երկու տարի առաջ Չինաստանի միջնորդությամբ Սաուդի Արաբիա եւ Իրան ինչ որ հաշվության պայմանագիր կնքվեցավ արաբները ուզում են առաջ նայեն առանց բادرազմներու իսկ Թուրքիայի բարակային Թուրքիան էլ նմանապես Թուրքիան էլ գոմնագիտ չէ մենք պատմական փաստ կուզեմ ասել 1639 թվականին Քաշրիչին պայմանագիրը կնքված է Սասանյան Բարսկաստանի եւ Օսմանյան գայսուրջան միջև եւ պատկերացրեք 400 տարին ավելի արդեն սահմանի վրա ոչ մեկ փոփոխություն նույն սահմանն է Թուրքիան էլ երբեք կողմնագիտ չէ որ բادرազմ լինի ես կգարձեմ որ եթե բادرազմը գիտեք ում ծերունդի ամենաշատ նախ Չինաստանին ասեմ Հուրմուզի չրանցքով օրական 2 միլիոն վարի Իրանը բարբերաբար հայտարարում է նույնիսկ մի անգամ ոնց որ թե փորձեց որ կփակի Հորմուզի ջրանցքը բայց ես կարծում եմ որ Հորմուզի ջրանցքը փակելը Իրանի պարագայում նշանակելու է սեփական ոտքի վրա կրակել որովհետև այդ պարագայում ոչ միայն Չինաստանի հետ է հարաբերությունները որոշակի լարվածության մակարդակի բերելու այլև ամբողջ արաբական աշխարհի արդյոք Թեհրանը կգնա վերջին փամփուշտը կրակելու այդ տարբերակի Գիտեք Իրաք-Իրան բادرազմի ամենաթեժ ժամանակներուն 80 թվականին 88 աշխատում էր Հուրմուզի չրանցքը, չնայած ականաբադված էր բաներ, բայց Հուրմուզի չրանցքի փակում մեկ երկրի գծարա է, մեր հավերժ ճագերտներով ճշտամ բարեկամ Ռուսաստանին, որովհետև երբ Հուրմուզի չրանցքը փակվի, գիտեք աշխարհի 25% պետրոլը Հուրմուզի չրանցքով դուրս կգա, անպայման պետրոլի գիները $65-ից թռնելու են $150, իսկ այս մեկը միան ծերնդու է Ռուսաստանին եւ ուկրաինական բادرազմը երկարացկելի է Ռուսաստանը Ես կգարձեմ որ վերջը դրամապանությունը խելքը հաղթելու է եւ Իրան Ամերիկան ինչ որ միջին եզր գտնելու են եւ առաջ են նայելու Անդրադառնանք 2026-ի գլխավոր իրադարձությանը հայերիս համար Մինչև հունիսի 7-ը շատ կարճ ժամանակ է մնացել չեք կարծում որ այնուամենայնիվ թե իշխանության թե ընդդիմության ճամբարում գլխավոր հարցը մնում է ընտրությունների բովանդակությունը
ծրագրերի բովանդակությունը, ընտրվողների որակը, մակարդակը, արդյոք մենք գնալու ենք եւ ընտրելու ենք իբրև բոլորս ընտրողներ, իբրև միջին վիճակագրական ընտրողներ, գնալու ենք եւ ընտրելու ենք այնպիսի խորհրդարան, որը հայտնվեց Բաղրամյան 19-ում 2021-ի արտահերթ ընտրություններում, եւ որի առ այսօր օգտակար գործողության գործակիցը 0-ից շատ քիչ է բարձրացել։ Մենք 5 տարի շարունակ լսեցինք էլ գող հայրենա, չգիտեմ, հայրենիքը հանձնող, գող թալանչի եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա մեզ սպառնում է նորից մտնել այդ բառապաշարի մեջ, թե պետական կառավարման խորհրդարանական մոդել ունեցող երկրում երկրի թիվ 1 ամբիոնը այնուամենայնիվ ծառայելու է երկրի քաղաքական, օրենսդրական խնդիրների լուծմանը ձեր գնահատականով։ Այո, իհարկե, այ ժողովրդի գամքը ինչ որ գտերատրե, այդպեսին պիտի լինի խորհրդարանը, բայց ես գուզեմ այստեղ հիշեցնել Հանրապետություն կուսակցության ծրագրերի մասին, հատկապես Վարդան Ռամսակսյանը հաջող կգտնե նախագահական մոդելի մասին, այո, խորհրդարանական մոդելը լավ է, բայց պիտի բալանսավորվի։ Ես կգարձեմ, որ Հայաստանի Հանրապետության իսկապես բադուհաս էր խորհրդարանը, անմագարտակ խորհրդարան էր հայյանքներով, փարաբաշարներով, ոչ գործունակ ճակատագրական ժամանակներուն նույնիսկ չէին այսեր Ղարաբաղի դրոշակը գտնգեն եւ իրենք մեջտեղ չգային եւ իրենց ընկերները եւ լախներում Արցախը ծախեցին։ Ես կգարձեմ հայ ժողովուրդը խոհեմ է, ճիշտ պիտի գնահատե եւ ես անհամբեր կսպասեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Ես չեմ գիտեր, պիտի չափենք Նիկոլ Փաշինյանի սրտի չափը եւ Մայա Սանդուի սրտի չափը։ Արդյոք ինքը Մայա Սանդուի չափ չկա մեր ղեկավարությունը։ Ես կարծում եմ, որ ինչպես դուք մի քիչ առաջ նշեցիք, այստեղ էլ քաղաքական որոշման խնդիր կա, որովհետեւ եթե մենք պաշտպանում ենք ժողովրդավարությունը, եթե մենք ուզում ենք, որ մեր ընտրությունները լինեն ժողովրդավարական, մենք այնուամենայնիվ ռուսական ծագման կապիտալ ունեցող կուսակցություններին կենտրոնական ընտրական հանձնաժողովը չպետք է գրանցի, որովհետև դա խախտում է Հայաստանի Հանրապետության օրենքները եւ վերջապես դա խախտում է ընտրությունների գլխավոր օրենքը՝ բոլորի համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու։ Արդյոք Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգնա այն քայլին, որին գնաց Մոլդովան։ Սա է խնդիրը։ Քաղաքական կանգ պետք է, ես կգարձեմ, որ արևմուտքը չի խոսիր, չի հագադարձեր, ինչպես որ Մոլդովայում եղավ, որովհետև իրենց շահերից այլ մեկնած, հատկապես թրիպից մեկնած, Եվրոմիջյունի որոշակի ծրագրեր ունի այստեղ եւ իսկապես պետք է որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վճռական քայլի թիմ է, այսինքն հնարավոր չէ այսպեսի նույն ձևով նույն կինո մենք ցանցրասանք դիտելուց, դեմքերը պիտի փոխվին եւ իրենք իսկական քաղաքական թութակներ են։ Ես կարծում եմ, որ խնդիրը միայն կինոն չէ, խնդիրը այն է, որ հունիսի 7-ի ընտրություններում Ռուսաստանը իր գլխավոր փորձն է անելու Հայաստանի Հանրապետությունում պետական հեղաշրջում կազմակերպելու ժողովրդավարական ընտրությունների միջոցով եւ իշխանության բերելու այն ուժերին, որոնց փորձում էր իշխանության բերել Մոլդովայում, որոնց փորձում էր իշխանության բերել Ուկրաինայում, որոնց հաջողվեց իշխանության բերել հարևան Վրաստանում, որովհետեւ Ռուսաստանի խնդիրը եղել եւ մնում է մեկը։ Ստեղծել այնպիսի կառավարման համակարգ, որը որտեղ կորցնում ես ընդհանրապես սուբյեկտ իրավահարաբերությունների սուբյեկտ լինելու հնարավորությունը եւ դառնում ես Ռուսաստանի Դաշնության հերթական, ինչ ասեմ, չգիտեմ որերորդ արդեն 89-րդ թե որերորդ սուբյեկտը ընդամենը։ Այսինքն դու իբրև երկիր դադարում ես ինքնիշխան լինել։ Դու իբրև երկիր վարում ես, չես կարողանում վարել արտաքին ինքնուրույն քաղաքականություն, էներգետիկ անվտանգությունն է դրվում հարվածի տակ, ժողովրդագրական անվտանգությունն է դրվում հարվածի տակ, լոգիստիկ անվտանգությունն է դրվում հարվածի տակ եւ իհարկե ամենագլխավորը Ռուսաստանի Դաշնության պրոքսիները այստեղ, Կրեմլի վասալները այստեղ հարվածի տակ են դնելու տրիպը։ Այսինքն եթե իշխանության գան կամ փորձեն խորհրդարան մտնել այն ուժերը, որոնք ես բոլորին միասին անվանում եմ Կրեմլի վկաներ, նրանք առաջինը ձախողելու են Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը,
Եվ երկրորդը ձախողելու են տրիպը։ Հիմա այս ամեն ինչը հաշվի առնելով, որը պետք է լինի մեր քաղաքականությունը, որպեսզի մենք կարողանանք ընտրողներին բացատրել, տեղ հասցնել, ընտրողներին նաև համոզել, ընտրողներին նաև հույս տալ, ընտրողների մոտ ձևավորել համոզմունք, որ ինքնիշխանությունը իրապես գերակա արժեք է։ Այսինքն ազատությունն է հիմնականը, երկիրը որ անկախ է, ազատ է, ես կգարձեմ, որ մեր ահիկ ծրագիրը հանրապետություն կուսակցության բավարար իր պատասխանները ունի, եւ այստեղ դարձյալ գործորեմ երիտասարդներուն, որ հունիսի 7-ին երբեք անդարբեր չմոդենան քվեասնդուկներուն երթան եւ իրենց աբակայի համար ցայն տան, իրենք կուզեն Հայաստանը տեսնել անկախ եվրոստանդարտներով երկիր, թե չէ պիտի շարունակենք խոփանիստի հոգեբանությամբ երթար Ռուսաստանները։ Ես կհավատամ հայ ժողովրդի խոհեմության, հայ ժողովուրդը բավականին արդեն այս դավերջին դարիներուն քաղաքական օրենք մոդենա հարցերուն, ինչքան դեր հետքի երգան այդ խնամի այդ հարցերով ես կգարձեմ, որ այդ մինիմումի գիշն է, վերջը ես կգարձեմ ժողովրդավարություն հաղթելու Հայաստանի մեջ եւ ժողովուրդը հայ ժողովուրդը ճիշտ ընդրություն կատարելու է եւ մենք կգարձեմ պիտի ունենանք ավելի որակով, ավելի հայրենասեր, ավելի լուզումներ գտնող խորհրդարան եւ խորհրդարանը պիտի աշխատի ավելի սինխրոն, ավելի աչքի շահերից մեկնած։ Ես կպատկերացրեմ, որ մեր ավակը խորհրդարանը ինչքան է շուտ լա խոսելու, պիտի նմանվի Երևանի ավականում։ Միգուցե շուտ է, բայց ես հատպես կպատկերացրեմ մեր խորհրդարանի ավական։ Տեսեք, ամենայն դեպս այդ Կրեմլի վկաների փողանքը շատ լուրջ հարվածի տակ է դնում Հանրապետություն կուսակցությանը։ Ես նկատի չունեմ Զոմբիլենդի բնակիչներին, որոնք ամեն մի ասենք հարցազրույցի կամ ստատուսի տակ գրում են իրենց բնորոշող այսպես հայոյանքներ կամ զրպարտությունների շարաններ են անում։ Ես նկատի ունեմ այն պայքարը, որ ձևավորվել է Հանրապետություն կուսակցության դեմ։ Եվ խորապես համոզված եմ, որ հենց այդ պայքարը վկայում է, որ Հանրապետությունը մտնելու է խորհրդարան, ինչպես դուք նշեցիք, եւ այստեղ խնդիրը այն չէ, մենք հաղթահարելու ենք այդ 4%-ի շեմը, խնդիրը այն է, թե մենք քանի մանդատ ենք ունենալու եւ ինչ ազդեցության լծակներ ենք ունենալու քաղաքականության ձևավորման ռակուրսում։ Այս խնդիրն է լուծվում եւ հնարավորինս հանրապետության շանսերը նվազեցնելու այս ձգտումը ինքնին խոստովանություն է, որ հանրապետության շանսերը իրապես շատ բարձր են։ Դեսեք, ես այսօր կգարտայի Գալուպի վերջին ուսումնասիրությունը շատ հետաքրքրական տվյալներ էին, օրինակ ռուսամեդության մասին էր, հատկապես հարավային Կովկասի մասին ես մի քիչ խորացա, պատկերացրեք Ադրբեջանի մեջ 20% է, Վրաստանի մեջ որ 7% է, դրա վեց շետ սկրեցի Վրաստանը գտուրկանա, մեր կոր չէ, Վրաստան ինչ կտողան է, գերդողանան ավելի ճիշտ է, բայց Հայաստանի Հանրապետության մեջ, գիտեք, նախքան 2020-ի 44 օրը պատերազմը երևի 50-60% է ռուսամետներու դոգոսը, բայց հիմա 34%-ի իջած են։ Ինչպես որ բան Արամ Սարգսյանն ասել, ասենք մաքսիմում իրենց մաքսիմումը որ բիդի կրծեն, որ այդ 34%-ն մի քիչ ուրած է։ Աններելի մեծ թիվ է համենայն դեպս բոլոր նրանց համար, ովքեր ամնեզիա չունեն եւ հիշում են դեռ Արցախը։ Շատ մեծ դոգոս է, շատ մեծ զարմացա, որ 34% դագավին ռուսամետներ կա Հայաստանի Հանրապետության մեջ։ Այդպիսի բարձր դոգոսներ Միջին Ասիայի երկրներում մեջ տեսա ես, Կիրգիզստանի մեջ, Կազախստանի մեջ, Թուրքմենի մյուս Տաջիկստանի մեջ Այսինքն շատ բարձր դոգոս է, բայց ես կգարձեմ, որ ինչքան ընդրություններու օրերը կմոտենան, մարդիկ ավելի կգոմնորոշին, ավելի կփյուրեղանան որոշումները եւ գերտան ճիշտ ընդրություն կկատարեն։ Այս հաճելի նոտայի վրա թերևս անցնենք բլիցին։ Անցնենք։ Ձեր ամենասիրելի ասույթը։ Ասում եմ ժամանակը տանագի պես է, եթե չկդրեցիք, ես կդրելու եմ։ Ձեր կարդացած վերջին գիրքը։ Իմ կարդացած վերջին գիրքս Ես միշտ Շոպենհաուեր եմ սիրում, միշտ հաճախ կարդում եմ Շոպենհաուերը։ Ես ինձ միշտ ամենակամեցինց ուրիշ ձևի կգտնեմ Շոպենհաուերի փիլիսոփական այդ վերլուծություններու մեջ։ Հայաստանի 3 անհետաձգելի խնդիրները ձեր գնահատականով։ Հայաստանը նախ անվտանգությունն է կարևորը, կրթությունը շատ կարևոր է, կրթված սերունդները միշտ Ճապոնիան տող օրինակ առնեն Կորեան, եւ երրորդը որ քիչ բարենային է, մեր ճրային ռեսուրսները իսուր դեր գործվին։
Շատ շտապ ծերով պետք է մենք ճանապարհներ կառուցենք 21-րդ դարու արժեքները հadoop արժեքավոր մետաղներն են արհեստական բանականությունը եւ ջուրն է Հենց դրա համար մենք առաջարկում ենք ստեղծել ջրային ռեսուրսների Այո, կառավարման նախարարություն։ այո Շատ լավ, ինչ կհարցնեիք, եթե հանդիպեիք Մուհամեդ Մարգարեի։ Մուհամեդ Մարգարեին կհարցնեի որ դուք արդար մարգարե եղած եք իսկապես ես օրինակ շատ մոտ եմ շատ կարդացած եմ իսլամի մասին հաջող կասեի որ հարկերի Մուհամեդ Մարգարե ծեր անունը շատ աղավաղված է եւ այդ աղավաղման մեջ մեղք ունին ուրիշ երկիրներ ոչ թե իսլամը մեծ սուրբ գաղափար ունի իր մեջ բայց ես Մուհամեդ Մարգարեին կհարցնեի որ դժվար հարց տվիք Իսկ ես օրինակ կհարցնեի ինչու գնաց եւ որոշեց, որ երկրի վրա իր վերջին ոտնահետքը պետք է լինի Երուսաղեմում։ Դե կրոնական է Մուհամեդ Մարգարեի համար ինքը Երուսաղեմում եւ Դամասկոսում իր համար Դամասկոսն ալ սուրբ քաղաք էր հաջող ինքը կարավաններով դիրտար գուկար Դամասկոս եւ այդ արումով որ իր համար հadoop ասում էր եթե ով որ իշխում է Դամասկոսի վրա իշխում է աշխարհի վրա Իս Մուհամեդն շուտան որ խոսքը գա Ծով թե լեռներ, որտեղ եք ձեզ ամբողջական զգում։ Այդպիսի բնություն կա որ թե ծով է թե լեր է երկուքի միախառնությունն է Հավատում եք հրաշքներին։ Ես ամեն օր հրաշքներ ապրում եմ ամեն անգամ որ փանաստեյությունս կվերջացնեմ նոր կսեմ հրաշք մեդի կդարեցի Ձեր հարցը ինձ Իմ հարցը ցես որ քույներն եք սիրում եւ ինչու անսահման կապույտ։ Կապույտ լինելու պատճառը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ Սիրելի ունկնդիրներ, հենման կետում, ինչպես ավանդաբար, մենք պատասխանում էինք անverջ նույն հարցին։ Եվ համոզված եմ, որ դա նաև ձեր հարցն է։ Ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում։ Բարին ընդ ձեզ։ Շնորհակալ եմ։